Ողջույն ձեզ սիրելի բարեկամներ, ինչպես է մարդը արդարանում Աստծո առաջ։ Այդ մասին մեզ սովորեցնում է Աստվածաշունչը Եսայի մարգարեության 43-րդ գլխից, որից այս հատվածը, որ դուք տեսնում եք ձեր էկրաններին, այսօր ընթերցվում է բոլոր հայ առաքելական եկեղեցիներում, այսինքն դա այսօրվա ընթերցվածն է, թե ինչպես է մարդը արդարացվում Աստծո առաջ եւ ինչն է կարեւոր Աստծո համար, ինչպես է Աստված ներում մարդուն, բայց մարդուց կտեսնեք, որ մի հատ շատ կարևոր գործ է պահանջվում անել, առանց որի չկա ապաշխարություն։ Խնդրում եմ լսեք այս ձայնագրությունը, սովորեցրեք ձեր երեխաներին, կիսեք ձեր էջերին, որպեսզի ավելի հայ մարդիկ իմանան, որ իմանան այդ ինչա որ պետք է արվի, առանց որի որ չկա մեղքերի թողություն եւ առանց որի չկա ապաշխարություն։ Եկեք կարդանք այսօրվա Եսայի մարգարեությանից այս փոքրիկ հատվածը եւ տեսնենք, թե ինչպես է Աստված մտածում մարդկային մեղքերի մասին։ Տեսեք Աստված ինչ է ասում։ Ասում է. «Ողջակեզներիցդ ոչխարներ չմատուցեցիր ինձ, եւ ոչ էլ քո զոհերով փառավորեցիր ինձ, քո ընծաներով չծառայեցիր ինձ, եւ ոչ էլ ես նեղություն պատճառեցի քեզ, ծախսել տալով քո կնդրուկները»։ Այսինքն դու ինչ բաները չարեցիր, բայց ես դրա համար քեզ նեղություն չեմ տալիս։ Ոչ էլ ես նեղություն պատճառեցի քեզ, ծախսել տալով քո կնդրուկները, այսինքն քո փողը ինձ պետք չի։ Հետո տեսեք 24-րդ համարից ինչ է ասում։ Տերն ասում է. «Ինձ համար արծաթով խունկ չգնեցիր եւ ոչ էլ քո զոհերի ճարպին ես ցանկացող եղա», այսինքն ես չցանկացա քո զոհերի ճարպին, բայց քո մեղքերի ու անօրենությունների մեջ քեզ վերակացում եմ լինելու։ Եկեք տեսնենք ինչ է նշանակում այս 24-րդ համարը։ Տեսեք Տերն ասում է. «Ինձ համար արծաթով խունկ չգնեցիր»։ Գիտեք այն ժամանակ եւ հիմա էլ մարդիկ խունկ են առնում եւ եկեղեցի են տանում, հա, դուք տեսել եք պատարագի ժամանակ, երբ որ պատարագի ընթացքում քահանան խորանից իջնում է ներքև եւ այսպես պատտվում է եկեղեցով, սարկավակը որ դիմացից գնում է, ժողովուրդը տեսել եք խունկ են դնում, հա, որովհետեւ մարդիկ ուզում են որ իրենց գնաց եւ բերած խունկն էլ ծխվի եկեղեցում որպես անուշահոտություն։ Հիմա Աստված ասում է, որ այն մարդկանց, որ вообще ոչ գալիս են, ոչ պատարագի են մասնակցում, ոչ մի բան, ասում է, ինձ համար արծաթով խունկ չգնեցիր եւ ոչ էլ քո զոհերի ճարպին ես ցանկացող եղա, այսինքն ինձ պետք չէ այդ ամեն ինչը, բայց քո մեղքերի ու անօրենությունների մեջ քեզ վերակացում եմ լինելու, այսինքն ես եմ լինելու վերակացուն քո մեղքերի եւ քո անօրենությունների մեջ։ Ես քեզանից պահանջում եմ, տես այդքան բաներ կար, որ դու պետք է անել իմ նկատմամբ, ես քեզանից ոչ ցանկացող եղա, ոչ էլ դրանք ուզեցի, ոչ էլ քեզ նեղություն պատճառեցի, բայց ես քեզանից պահանջելու եմ, թե դու ինչպես ես վարվել քո մերձավորի նկատմամբ։ Ես քեզանից պահանջել եմ, թե դու ինչ անօրեն կյանք ես ապրել քո մեղքերի ու անօրենությունների համար, ես քեզանից պահանջելու եմ։ Հետո տեսեք ինչ է ասում Տերը, ասում է. ես եմ այն նույնը, որ ջնջում եմ իմ հանդեպ կատարած քո անօրենությունները եւ քո մեղքերն այլևս չեմ հիշելու։ Վայ, մտածում ես, ինչ լավ է, չէ՞, Տերը ջնջելու է մեր անօրենությունները, մեր մեղքերը այլևս չի հիշելու, ընտիր բանա։ Բայց տեսեք ինչ պայման է ասում Տերը. բայց դու հիշիր, որ իրար հետ դատ ենք ունենալու։ Նախ դու խոստովանիր քո անօրենությունները, որ արդարացվես։ Նախ դու խոստովանիր քո անօրենությունները։ Այսինքն, այդ տեսեք 25-րդ համարի։ Ես եմ այն նույնը, որ ջնջում եմ իմ հանդեպ կատարած քո անօրենությունները եւ քո մեղքերն այլևս չեմ հիշելու։ Հիմա 26-ը, բայց դու հիշիր, որ իրար հետ դատ ենք ունենալու։ Հիշեք ժողովուրդ ջան, մենք բոլորս կանգնելու ենք Աստծո դատաստանի առջև։ Տերը մեզ հետ դատ է ունենալու ու ոչ մեկս այս աշխարհից հետո չենք փախչելու, չենք խուսափելու, ոչ էլ կարող ենք այդ դատաստանից։ Բայց Տերն տեսեք ինչ ողորմած է, ասում է. դու խոստովանիր, նախ դու խոստովանիր քո անօրենությունները, որ արդարացվես։ Սիրելի ժողովուրդ, առանց մեղքերի խոստովանության չկա ապաշխարություն։ Այս մեծ պահքի օրերին օգտագործեք այդ ժամանակը, գնացեք ձեր մեղքերը խոստովանեցեք։ Եթե կարող եք, գոնե խոստովանեք մի այնպիսի մարդու, որին կարողանում եք վստահել։ Հակոբոս առաքյալը գրում է, ասում է, ձեր մեղքերն իրար խոստովանեք, որպեսզի բուժվեք։ Այսինքն, երբ որ դու խոստովանում ես մի մարդու եւ ասում ես, այս ինչ բանն եմ արել, ամաչում եմ սրա համար, հանկարծ չարթարացնեք ձեզ, դա բուժում է։ Իսկ առավել եւս, եթե ձեր մեղքերը խոստովանեք մի քահանայի, որին դուք վստահում եք, քահանան Տեր Հիսուս Քրիստոսից իշխանություն ունի մեր մեղքերը կապելու եւ արձակելու։ Հիշում եք Տեր Հիսուս Քրիստոսն ավետարանում ասեց.
ում մեղքերը, որ կապեք երկրի վրա, երկնքում էլ կապված կլինեն, ում մեղքերը, որ արձակեք երկրի վրա, երկնքում էլ արձակված կլինեն։ Դրա համար ժողովուրդ ջան, քանի ես երկրի վրա եք, քանի ժամանակ ունենք, օգտագործեք եւ գնացեք անհատական խոստովանության։ Եթե չգիտեք մի քահանայի, որին չեք կարողանում վստահել կամ չեք ճանաչում, գոնե ձեր ծանոթ բարեկամ, ընկեր, մեկը հոգևոր մարդ, կիսեք ձեր սիրտը, խոստովանեք ձեր մեղքերը։ Տեր Հիսուսն ասում է, տեսնում եք, Աստված ասում է, այստեղ 5 կտակարանում ավելի շուտ գրված, Տերն ասում է, բայց դու հիշիր, որ իրար հետ դատ ենք ունենալու, նախ դու խոստովանիր քո անօրինությունները, որ արդարացվես։ Եվ ինչպես դրանից առաջ էլ Տերն ասում է, քո կատարած անօրինությունները եւ քո մեղքերն այլևս չեմ հիշելու եւ ջնջում եմ իմ հանդեպ կատարած քո անօրինությունները, եթե դու նախ խոստովանես։ Եղավ ժողովուրդ ջան, դե լավ եղեք ձեզ բարի օր, ատեք մեղքը, հրաժարվեք մեղքից։ Երեկը ձայնագրության մեջ խնդրել էի, թե հրաժարվեք հայոյան կանելուց, հրաժարվեք պիղծ բաներ խոսելուց։ Այսօր ավետարանն էի կարդում, կարդացի այն հատվածը, որտեղ Տերն ասում է, թե քո բերանի խոսքերով պետքա դատապարտվես եւ քո բերանի խոսքերով պետքա արդարանաս։ Ամեն մի դատարկ բառի համար ասում է պետքա պատասխան տաք։ Զսպեք ձեր լեզուն, չար բան մի խոսեք, մի բան բասեք, մեղք մի գործեք, ատեք մեղքը, հրաժարվեք մեղքից եւ սուրբ կյանք ապրեք եւ խոստովանեք դրանք։ Դե լավ եղեք ժողովուրդ ջան, եթե այս ձայնագրությունը ձեզ օգտակար եղավ, խնդրում եմ կիսեք ձեր էջերին, որպեսզի ավելի հայ մարդիկ այս պահքի օրերին տեսնեն, ինչ իմանաս, միգուցե շատից քիչը մտածի իր կյանքի մասին, իր հավիտենական փրկության մասին, մի քիչ վախենա դժոխքից ու կրակի լճից եւ արտաքին խավարից, որի մասին պատմում է Տեր Հիսուսը, եւ խոստովանի իր մեղքերը, ապաշխարության կյանք ապրի, դառնա դեպի մեր Տեր Հիսուս Քրիստոսը եւ փառք տա իրեն, Հոր եւ Սուրբ Հոգու հետ միասին, այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից։ Ամեն։